Մի պատմություն եմ ուզում հիշեցնել 99 թվականին 98-ի Ռուսաստանի դեֆոլտի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքը բավականին ընկել էր գները եւ պետությունը երբ որ պայմանագիր էր կնքի այդ անշարժ գույքը ձեռք բերողների հետ, որոնք որ պետք է 10 տարվա ընթացքում այդ գումարը լրացնեին, դա ոչ մեկի սեփականություն չէր, չէին կարողանում բանկեր դիմել, չէին կարողանում վաճառել ինչ-որ մի հատվածը։ Մի օրենսդրական նախաձեռնություն բերեցինք, դրանից հետո սկսեց գեներացվել, բոլոր այդ տարածքները սկսեցին վերավաճառվել, սկսեցին վերանորոգվել։ Ես ուզում եմ ասել, այդ կարգի գումարի անշարժ գույք ունենալը եւ 20 միլիարդ հավաքելը, կարծում եմ 20 միլիարդը ցածր պետք է ավելի մեծ սա էր ուղղակի իմ ասածը, որ ինքը գեներացվի, գումար տա, աշխատատեղ ստեղծվի, հարկեր վճարի։ Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ եւ այսինքն այն մասով, ինչ մասով օրինակ պետական գույքի կառավարման կոմիտեի նախորդ եւ նախանցյալ տարվա հաշվետվությունների քննարկումը եղել է, ես այդ խնդիրն եմ դրել։ Բայց հիմա ես ուզում եմ մի ուրիշ հարցերին անդրադառնամ։ Մենք ահռելի գույք ունենք հանրապետությունում, որ ժամանակին մասնավորեցվել է, բայց նույն կերպ տնտեսական շրջանառության մեջ չի։ Այսինքն ես օրինակ վստահ չեմ, եթե մասնավորինն ու պետականը համեմատենք, ես վստահ եմ, որ մասնավորին տիրապետության տակ գտնվող գույքերը, որոնք շրջանառության մեջ չեն, եւ ուղղակի փլուզվում քայքայում են, կարող հաստատ ավելի շատ է։ Չէ, բա այդպիսի խնդիրներ պետական գույքերի հետ կապված էլ կա։ Դատական խնդիրներ կան, վեճեր կան, բանի հազար ու մի խնդիրներ կան, բայց ընդհանուր առմամբ հիմա տեսեք թեման ավելի գլոբալացրինք։ Ես այս երկրորդ հարցն եմ դրում, ասում եմ, լսեք, մարդը սեփականաշնորհել է, ասենք ընդ որում միջպետական մայրուղու վրա գտնվող ինչ որ մի բան է, չգիտեմ ժամանակին դա ինչ ա եղել, ռեստորան ա եղել, թե հյուրանոց ա եղել, թե սրճարան ա եղել, որևէ բան եղել է։ Ու տենց քանդվում է։ Մենք այդ ճանապարհի վրա միլիարդներ ենք ծախսում, որպեսզի մեր երկրում հոսքերը շատանանք, տուրիստական հոսքերը, օտարերկրյա քաղաքացին գալիս ասում է, լսեք, այս երկրի թիվ 1 մայրուղու վրա այս մի հատ քանդած օբյեկտ, որը այնտեղ ընդհանրապես ոչ մի բան տեղի չունի։ Այս 2, այս 3, այս 4։ Մենք անդադ ասում ենք ներդրումային միջավայր, ու անդադ ասում ենք, վայ կառավարություն այս մի բանը սենց է, ինչը ճիշտ է, ես դա չեմ ժխտում։ Բայց մենք երբեք չենք հաշվում, ասում ենք, լավ, այդ ներդրողը եկավ, A կետից տեղափոխվեց B կետը։ Տեսավ այս մայրուղու վրա շենք է, քանդվում է։ Այս ինչ շենք է, 30 տարի սեփականաշնորհված է, բա տերը ուրա, չգիտենք տերը ուրա, ինչով է զբաղվում, ոչ մի բան։ Այս ներդրողը պոտենցիալ չի ասել, լսեք, եթե այս մայրուղու վրա, այս շենքը, այս սեփականաշնորհել է մարդը, 30 տարի մի կոպեկ փող չի դրել, այս ուրեմն այս երկրում ներդրումային միջավայրի հետ կապված խնդրեմ կա, ես ինչի բերեմ փող դնեմ։ Շնորհակալ եմ։